Այսօր դժվար է պատկերացնել աշակերտի առօրյան առանց բջջային հեռախոսի։ Դրանք հաճախ ծառայում են զվարճության, ընկերների հետ կապի, խաղերի համար, բայց նաև կարող են նվազեցնել սովորողի կենտրոնացումը։ Այս հանգամանքը դարձել է քննարկման առարկա, հատկապես երբ մայրաքաղաքի դպրոցներում արդեն առաջարկել են խստորեն սահմանափակել հեռախոսների օգտագործումը ուսուցման ընթացքում։ Գյումրու մի շարք դպրոցներում հեռախոսների սահմանափակումը նորություն չէ։ Թիվ 11 հիմնական դպրոցում արդեն տարիներ շարունակ աշակերտները դասի սկզբին իրենց հեռախոսները հանձնում են ուսուցիչներին կամ պահեստավորման հատուկ վայրում, իսկ դասերի ավարտին դրանք հետ են ստանում։ Հեռախոսների հավաքելը դպրոցում մենք արդեն սկսել ենք մի քանի տարի, իրականացնում ենք, որոշում ենք կայացրել ու նաև ծնող կոմիտեներով, միասին աշխատել ենք, ունենք գիտակից ծնողներ, որ իրենք էլ համաձայնվեցին եւ այսպես միասին աշխատում ենք, ծնող, դասղեկ, տնօրեն, փոխկապակցված եւ նաեւ ուսուցիչները QR կոդերը, երբ որ ուսուցչին արդեն պետք է որ դասագրքի մեջ աշակերտները արդեն օգտվեն QR կոդերից, շաբաթական ասենք 2 օր մենք տրամադրում ենք կամ տվյալ ուսուցչին այդ պահին պետք է դասղեկը բաժանում է, կազմակերպում է, իրենք այդ process-ը կատարում են, QR կոդերով աշխատում են եւ նորից հավաքում են հեռախոսները։ Աշակերտները նկատում են, որ այն դրական ազդեցություն է ունեցել սովորելու գործընթացի վրա, բայց նաև ընդհանրապես չբերելը կարող է անհարմարություն առաջացնել։ Դրան համար խնդիր չէ, բայց կարող են երեխաները գնան դրանից հետո պարապմունքների եւ նրանց պետք է կապվել ծնողների հետ, դրա համար ավելի ճիշտ կթվա, որ բերեն դպրոց եւ միտեղ տնեն։ Երբ դասի են գալիս, հեռախոսները մենք ինչ-որ տուփ ունենք, բոլոր հեռախոսները դնում ենք մեջը, որպեսզի դասերի ժամանակ ոչ մեզ զանգեն, ոչ էլ անջատում ենք։ Դպրոցի ուսուցիչը դրական է գնահատում իրենց դպրոցի փորձն ու առանձնացնում առավելությունները։ Աշակերտները բնականաբար, եթե հեռախոսով չեն զբաղվում դասաժամին, գաղտնի կամ այլ կերպ, ավելի հետաքրքրված են դասով եւ շատ արդյունավետ է սա։ Ու ցանկալի է, որ բոլոր դպրոցներում լինեն եւ ծնողներն էլ ավելի ուշադիր ու հետեւողական լինեն եւ նաեւ ըմբռնումով մոտենան այս կարգի ուրեմն հավաքներին, հեռախոսների։ Տնօրենը կոչ է անում բոլոր դպրոցներին կիրառել այս տարբերակը, վստահեցնելով, որ արդեն մի շարք դպրոցներ հեռախոսների հավաքման տարբերակն են կիրառում, ու եթե բոլոր դպրոցներում նույն սկզբունքը գործի, ապա աշակերտներն այլևս չեն բողոքի։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ արդեն ունեն որոշակի դրական կարծիքներ դպրոցների տնօրեններից, բայց ավելի հստակ ցուցումներով առաջիկա օրերին ծրագիրը կուղարկեն դպրոցներին։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է։ Նախաձեռնության ընթացքում մոնիթորինգ կիրականացվի 15 դպրոցում, իսկ տարեվերջին կգնահատվեն աշակերտների առաջադիմության որակը, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական ցուցանիշները։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։